Գործող իշխանությունները պարզապես վախում են Սամվել Կարապետյանից։ Իշխանություններին թվում է, որ եթե Սամվել Կարապետյան անունը դաշինքի անվանման մեջ չլինի, իրենք որոշակի շանսեր կունենան վերարտադրվելու, արդյոք Սամվել Կարապետյանին թույլատրվում է հանդես գալ վիդեոհաղորդներով, թե ոչ, եւ թող իրավասու մարմինը հստակ պատասխան տա, այո կամ ոչ։ Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ, արդյոք դա ունեզրկում չէ։ Վստահ ենք, որ ժողովուրդը թույլ չի տալու ներկայիս իշխանություններին գողանալ ժողովրդի ձայնը։ Մենք գնում ենք բացարձակ մեծամասնությամբ, անկասկած։ Իրենք իրենց ցուցակները նայեն եւ նախկինները արդեն իրանք են եւ թող նախկիններին իրենց ցուցակում փնտրեն։ 7 տարի, 8 տարի իշխանության եք, բերեիք այդ մասնագետին, այնպես անեք, որ երկինքը փակվեր 44 օրյայի ժամանակ։ Հայաստանին բարեկամ պետություններին պետք է որ Հայաստանում լինի վստահելի, ուժեղ առաջնորդություն։ Իշխանություններն ընտրական օրենսգրքում փոփոխություններ արեցին։ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժն ասում է, որ դա իրենց դեմ է։ Փաշինյանը չի մեղմացնում հռետորաբանությունը հիմնական մրցակիցների դեմ։ Ուժեղ Հայաստանը հանրահավաք է հրավիրել։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր այս թեմաներն են։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք հրավերը։ Պարոն Աբրահամյան, սկսենք հենց սկզբից։ Ընտրական օրենսգրքի փոփոխություն եղավ։ Իշխանությունն ասում է տեխնիկական հարց է։ Վաղուց էր եղել, դա պետք է լիներ վրիպակի պատճառով, ոնց որ չէր ստացվել, հիմա ուղղակի շտկում ենք այդ վրիպակը։ Դուք ձեր ամբողջ ուժը պնդում է, որ հենց ձեր դեմ է, ինչու եք այդպես կարծում, եւ ինչ եք անելու օրեր անց մեկնարկում, եթե չեմ սխալվում, փաստաթղթերը ներկայացնելու փուլը արդեն կենտրոնական Երկուշաբթի օրվան է Երկուշաբթի օրվան։ Ինչ անունով է սպարագայում ձեր դաշինքը գրանցվելու եւ մասնակցել ընտրություններին։ Խնդրեմ նախ ինչու եք կարծում, որ ձեր դեմ է եւ երկրորդ մասը հետո։ Եկեք ժամանակագրությամբ նայենք, շնորհակալ եմ շատ լավ հարցի համար։ Ժամանակագրությամբ նայենք, մարտի 31 ստորագրվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի ստեղծման մասին հուշագիրը, մի քանի օր անց տեսնում ենք այսպիսի նախաձեռնություն մեր իշխանությունների կողմից, այնինչ է սա, քան վկայություն այն մասին, որ գործող իշխանությունները պարզապես վախում են Սամվել Կարապետյանից։ Հիշում եք, ամիսներ առաջ վախում էին լուսանկարից, Երևանում բոլոր տեղերից փակցված լուսանկարը փորձում էին հեռացնել, Ազատություն Սամվել Կարապետյանի լուսանկարը, այսօր արդեն վախում են անունից։ Վախեցրել է Սամվել Կարապետյան անունը։ Ներկայիս իշխանություններին թվում է, որ եթե Սամվել Կարապետյան անունը դաշինքի անվանման մեջ չլինի, իրենք որոշակի շանսեր կունենան վերարտադրվելու, ցավոք մեր իշխանությունների համար ի տխրություն մեր իշխանություններին հայտարարում ենք, որ դա չի օգնի եւ մենք 2 ամսից ունենալու ենք Ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Ինչ վերաբերում է մեր դաշինքի անվանմանը, շուտով կիմանաք, օգտվելով առիթից, պարոն Գրիգորյան, թույլ տվեք մեր հանդիսատեսին, մեր ստիտողին հրավիրել վաղը ապրիլի 11-ին ժամը 17:00 Ազատության հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքին, փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Եկեք, միացեք մեծ փոփոխությանը, մաս դարձեք մեծ փոփոխությանը։ Շնորհակալություն։ Իդեպ հանրահավաքի մասին, ինչու հենց վաղը, որովհետև տեսեք պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, ինչու հենց վաղը ու ինչու հենց հանրահավաք, ինչ ասելիք կա, որ մինչև այս։ Նախ սկսենք նրանից, որ քարոզարշավ ասածը փետրվար ամսին լույս տեսավ Հանրապետության նախագահի հրամանագիրը ընտրություններ անցկացնելու մասին, այդ օրվանից քարոզարշավ անցկացնել, քարոզչական միջոցառումներ անցկացնել արդեն թույլատրվում է եւ ինչ վերաբերում է այս հանրահավաքին, սա ուղղակի հանրահավաք է, որը որ ցույց է տալու մեր միասնականությունը, ժողովրդի վճռական կամքը բերել փոփոխություններ, մաս դառնալ փոփոխությունների, փոփոխություն բերել բոլոր ոլորտներում, տնտեսության մեջ, անվտանգային հարցերում, բերել ուժեղ խաղաղություն, բերել ուժեղ տնտեսություն եւ վերջապես ունենալ ուժեղ առաջնորդ, ով որ կառաջնորդի Հայաստանը ներկայիս ծանր իրականության մեջ եւ կբերի հայ ժողովրդին
ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստան, Մի ուժեղ Հայաստան։ Մի հարց էլ ավելի մի չէ տեխնիկա, ոչ այդքան տեխնիկական, այլ տեխնիկական գծիկ քաղաքական հանրահավաքի մասով։ Մամուլում լուրջ տարածվեց 2 օր առաջ, որ այս անգամ հանրահավաքի մասնակիցները ընդհանրապես բոլորը Սամվել Կարապետյանի ուղերձը կտեսնեն ոչ արհեստական բանականությամբ գնեն, հենց իր ուղերձը տեսանյութի ֆորմատով, բնականաբար տնից դա չի կարող դուրս գալ։ Ինչ է նախատեսում այդ մասով։ Դրա մասով շուտով կիմանաք, դուք երևի տեղյակ եք, մամուլով բարբերաբար հաղորդագրություններ են եղել, թե փաստաբանական թիմը, թե մեր մյուս գործընկերները հայտարարում էին, որ Սամվել Կարապետյանին արգելված է, կա խոսքի ազատության սահմանափակում եւ արգելված է հանդես գալ ուղերձներով, կա քննչական մարմնի թույլտվություն, իրավասու մարմնի թույլտվություն չկա այդ առնչությամբ եւ փաստաբանական թիմը համապատասխան դիմումով հանդես էր եկել, ներկայացրել էր համապատասխան դիմումներ քննչական կոմիտե, համապատասխան դիմումներ դատախազություն, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացվել։ Այստեղ լավ կլինի այսօր, հենց այսօր քննչական կոմիտեն հանդես գար պարզաբանմամբ կամ դատախազությունը, արդյոք Սամվել Կարապետյանին թույլատրվում է հանդես գալ տեսաուղերձներով, թե ոչ։ Այս պայմանությամբ ոչ, հստակ ասեն։ Նու այդ հարցը լավ կլիներ ուղղեիք մեր փաստաբանական թիմին, բայց այդ հարցը առաջին հերթին պետք է ուղղել իրավասու մարմնին։ Դա իշխանությունները ինչու են ասում, որ գիտեք, իշխանությունները իրավունք։ քննչական կոմիտեն թող պատասխանի այդ հարցին, ունեն մամուլիկ ծառայություն, ամենայն հարգանքով այդ հարցին նաև թող պատասխանի Հայաստանի Հանրապետության դատախազությունը։ Պարոն Գրիգորյան, ես էլ խնդրանք ունեմ ձեզ, դուք էլ այդ հարցը քանի որ տալիս եք, եթերից հետո ձեր խմբագրությունը, եթե նպատակը հարմար է համարում, կարող է դիմել դատախազություն, կարող է դիմել օրինակ եմր քննչական կոմիտե եւ այդ նույն հարցը հղել։ Արդյոք Սամվել Կարապետյանին թույլատրվում է հանդես գալ վիդեոհաղորդներով, թե ոչ։ Եվ թող իրավասու մարմինը հստակ պատասխան տա, այո կամ ոչ։ Ձեր փաստաբաններին չեն տվել այդ պատասխանը, ճշգրիտ։ Ես կխնդրեի ճշտեիք մեր փաստաբանների թիմից, բայց ելի եմ ասում, հարցի հասցեատերը այս փուլում նաև հենց դատախազությունն է եւ քննչական կոմիտեն։ Խոսեցինք այդ ընտրական օրենքի փոփոխությունից, այսօք սա կարող է համարել նախընտրական ինչ-որ հնարավոր ճնշումների նախերգանք, հա, առաջի փուլ, հետո ավելի սուր բաների անցնեմ, որ Փաշինյանը վերջի այսպես կոչված տեսաուղերձներից մեկում ասաց, որ մինչև տարեվերջ ունեզրկվելու է ձեր կուսակցության ղեկավարը։ Երեկ էլ մանրամասնեց, որ ինքը չի ունեզրկելու եւ այլն։ Այն մարդիկ, իսկ պարոն Գրիգորյան, այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ, արդյոք դա ունեզրկում չէ։ Արդյոք դա սեփականության իրավունքի խախտում չէ։ Այն ինչ տեղի ունեցավ անցած տարվա հուլիսին, երբ որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իշխանությունների ուղիղ ցուցումով կատարեցին այդ քայլը եւ Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությունը զրկվեց լիցենզիայից։ Արդյոք դա ունեզրկում չէ։ Մենք գիտենք, որ Ստոկգոլմի արտակարգ արբիտրաժը կայացրել էր միջանկյալ որոշում եւ արգելել էր որևիցե մի քանի արբիտրաժային գործը գտնվում է արբիտրաժային դատարանում, արբիտրաժային աջանում, որևիցե քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Սակայն մենք տեսանք, թե ինչպես մեր իշխանությունները ոտնահարեցին միջազգային արբիտրաժի որոշումը եւ այսօր ունենք այնինչ ունենք, փաստացի տեղի ունեցել սեփականազրկում եւ միջազգային արբիտրաժը դրա մասին ասել է, որ չի թույլատրվում որոշակի միջամտություն Հայաստան էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերությունում մինչև արբիտրաժի որոշումը եւ կար կոնկրետ դրված արգելք այդ ուղղությամբ, սակայն իշխանությունները արհամարեցին դա մեծ հարված հասնելով Հայաստանի ներդրումային ֆոնին, օտարերկրյա ներդրումները այսօր Հայաստանի Հանրապետությունում ցածր մակարդակի վրա են եւ դա նաև շատ մեծ հարված էր հենց Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Ինչ վերաբերում է Սպասում եք, հա, հետագա բռնաճ, օրինակ արգելափակում, ինչ որ բան պարզեն։ Մենք ցանկացած սցենարի մեր առաջնորդը Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ցանկացած սցենարի պատրաստ է եւ մի քանի անգամ դրա մասին ասել ենք եւ Հայաստանի
ամենամեծ ընկերություններից մեկը, որը որ պատկանել է Սամվել Կարապետյանին եւ այսօր էլ փաստացի պատկանում է, մենք տեսնում ենք, որ իշխանությունները ինչպիսի գործընթաց են նախաձեռնել այդ ընկերության նկատմամբ եւ փաստացի այնինչ որ տեղի ունենում, դա սեփականազրկում է։ Տեսեք, ես նկատի ունեմ նաեւ այն, որ արդյոք դուք պատրաստ եք դուրս գալ դասական պայքարի քաղաքական շրջանակներից, եթե նկատեք կամ տեսնեք, որ կուսակցությանը արգելում են ինչ-որ կերպ խոչընդոտում են մասնակցել, փողոց դուրս գալ դիմել այլ միջոցների։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը միշտ արձագանքել է, երբ որ տեսել է, որ իր ձայնը ուզում են գողանալ, միշտ ժողովուրդը արձագանքել է եւ հերթական անգամ եւս մենք վստահ ենք, որ ժողովուրդը թույլ չի տալու ներկայիս իշխանություններին գողանալ, ժողովրդի ձայնը թույլ չի տալու, որպեսզի լինեն տոտալ խախտումներ, թույլ չի տալու, որպեսզի ինչ որ օրենքից դուրս սցենարներ կրկնվեն։ Այսինքն դուք չեք խուսափի լինել այդ առաջի գծում, կուսակցությունով կկանգնեք, դա նկատի ունեմ։ Գիտեք, այստեղ այլ եմ ասում, ժողովուրդն է, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ժողովրդի աջակցությունը ժողովուրդը աջակցում է, ժողովրդի աջակցությունը տեսնում ենք, որ ժողովուրդը աջակցում է Սամվել Կարապետյանին, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները եւ նաեւ ժողովրդում հասարակությունում տիրող տրամադրությունները վկայում են նրա մասին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ վարկանիշը ունեցող քաղաքական գործիչը Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է եւ հենց Սամվել Կարապետյանին է վիճակված լինելու 2 ամսից մեր ժողովրդին բերել ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն, ուժեղ խաղաղություն եւ լինել այն ուժեղ առաջնորդը, ով որ Հայաստանը առաջնորդելու է։ Տեսեք, բոլորդ ոչ միայն դուք, կուսակցության շատ ինքնավստահությամբ եք հայտարարում, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Արդյոք սա ֆալստարտի պես մի բան չէ քաղաքական, ասենք, կյանքում դաշտում, ինքնավստահություն արդյոք չի խանգարի, որովհետև 2021-ն են շատերը հիշում։ Մոտավորապես նույն բանն ասում է Ռոբերտ Քոչարյանն եւ Հայաստան դաշինքը, վերջում տեսանք ինչ եղավ։ Ինչի վրա է այդ ինքնավստահությունը հիմնված սոցհարցումների միայն, թե ինչի վրա է։ Իսկ դուք չեք տեսնում հասարակությունում տիրող տրամադրությունը, այն աջակցությունը, որ այսօր Սամվել Կարապետյանը ունի, այն մարզային այցերի ընթացքում, այն միջոցառումների ընթացքում, երբ որ օրինակի համար գործող իշխանություններն են մասնակցում եւ որին որ մասնակցում է ուժեղ Հայաստանը։ Կարող եք տեսնել, թե ում է աջակցում ժողովուրդը, նաեւ դրա մասին վկայում են մեր կողմից հրապարակված սոցհարցումները եւ այն աճը, որը որ մեր քաղաքական ուժը այսօր արձանագրել է, մենք հրապարակել ենք այն դինամիկան, այն աճի դինամիկան, որը որ մենք ունեցել ենք ամիսներ շարունակ, աշնանը ինչ վարկանիշ ենք ունեցել եւ այդ վարկանիշային աճը, որը վկայում է նրա մասին, որ 2 ամսից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Ինքնուրույն եք հաղթելու այլ ընդդիմադիր ուժերի ձայների կարիքը չեք ունենա ազգային։ Մենք գնում ենք բացարձակ մեծամասնությամբ, անկասկած, եւ այն դինամիկան, որը որ ներկայացվել է, վկայում է նրա մասին, որ 2 ամսից ուժեղ Հայաստանը Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հաղթելու է ընտրություններում, ունենալու է բացարձակ մեծամասնություն եւ կազմավորելու է Հայաստանի հաջորդ կառավարությունը եւ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Պարոն Աբրահամյան, այդուհանդերձ լուրջ հավակնություն հայտ ներկայացած քաղաքական ուժը պետք է, ասես պայեստային սցենարներն էլ պատրաստ լինի։ Ձեր սոցհացումները հասկացանք, բայց Գելապն էլ հարցում հրապարակեց, այո, դուք քիչ զիջելով, հա, Փաշինյանից հետո եք գալիս, ու էլի կար ընդդիմադիր ուժ, գոնե մեկը, որը անցնում էր խորհրդան։ Հիմա ենթադրենք այդ հարցումների մոտիկ պատկեր ստացվի, մտնեք ազգային ժողով, բայց ունենաք մյուսների ձայների կարիքը։ Ինչ եք կարծում, կկայանա այսպես կոչված Գյումրի 2-ը, կտան մյուսները ձեզ։ Պարոն Գրիգորյան, մենք եթեներով չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք երբով։ Մենք առաջնորդվում ենք երբով։ Եթե մենք վստահ չլինեինք, մենք այս ամեն ինչը չենք նախաձեռնի։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը 2 ամսից իր վճռական կամքը ցույց է տալու եւ ընտրելու է ուժեղ Հայաստան, ընտրելու է ուժեղ առաջնորդի իդեմս Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի։ Ինչ վերաբերում է հարցումներին, ապա ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ տական մենք հրապարակել ենք մեր կողմից ներկայացված սոցհարցումը,
պատվիրված սոցհարցումը եւ միայն սոցհարցումով չէ, որ որոշվում է, թե որ քաղաքական ուժը ունի մեծ վարկանիշ, դրա մասին վկայում են նաեւ այն մեծ աջակցությունը, որը որ մենք այսօր ունենք եւ կարող եք օրինակ մտածել նույն ներկայիս իշխանությունները, երբ որ գնում են իրենց քարոզարշավը անելու, երբ որ ուժը Հայաստանն է գնում անի, տարբեր պատկերներ կտեսնեք եւ այն հազարավոր մարդիկ, որոնք որ դուրս են գալիս եւ ողջունում են մեզ, հենց վկայում է դրա մասին, որ ուժը Հայաստանը այսօր ամբողջ Հայաստանով հազարավոր, 100 հազարավոր աջակիցներ ունի եւ այդ աջակիցների ցանկը շարունակում է համալրվել։ Ժողովուրդը արդեն հոգնել է այդ սիչումներից, այդ պարտվողական քաղաքականությունից, որը որ ներկայիս իշխանությունները վարում են, այն ձախողված տնտեսական քաղաքականությունը, որ վարում են, այն պետական պարտքը, որը որ բերել են մեզ այս տարիներին ավելի քան կրկնապատկելով եւ բերելով շուրջ 15 միլիարդ դոլարի արտաքին, դա կներեք արտաքին չէ, պետական պարտք եւ ժողովուրդը ուզում է փոփոխություններ, ուզում է ապրի իր քաղաքում, ժողովուրդը ուզում է ապրի իր քաղաքում, իր գյուղում եւ ունենա աշխատատեղեր, չմտածի վաղը չեմ ես օրվա մասին, չմտածի թե բա ինչ կլինի, բա եթե վաղը չեմ ես օրը, չգիտեմ, այս կամ այն զարգացումը լինի։ Ժողովրդին վստահություն է պետք, ժողովրդին փոփոխություն է պետք։ Եվ այդ փոփոխություն բերողը հենց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն է։ Պարոն Աբրահամյան, տեսեք, ցուցակները հրապարակվեցին արդեն հիմնականների գոնե, ում հետ որ այսպես են կռիվ է տալիս։ Առաջին 36 թեկնածու։ Հա, ձերը Հայաստան Դաշինքինն էլ, երեկոյան նաև Բարգավաճ Հայաստանն էլ։ Իշխանությունը անմիջապես սկսեց այսպես մեղմ ասած ծաղրել այդ ցուցակները առավոտյան այսօր դրան միացավ Ալեն Սիմոնյանը, ասում էր խառնել եք բոլորը, հա, ոնց որ նախկիներով։ Իսկ ինչ եք սպասում իշխանություններից, իշխանությունները իրենց գործն են անում, իրենք երևի դրա համար են այդ պրեմիաները ստանում, այդ դրա համար են վարձատրվում, որ առավոտից իրիկուն դնեն փոխանակ բուն գործունեությամբ իրենց զբաղվեն եւ փորձեն այս 2 ամսվա ընթացքում ինչ որ մի օգտակար բան անել, բնականաբար իրենք առավոտից իրիկուն մանիպուլյացիաներով են զբաղված, վատաբանումով են զբաղված եւ դա նորմալ է, ինչ վերաբերում է մեր ցուցակին։ Նախկիններից կներեք, ասում են նախկիններից դուրս են եկել, այնտեղ են հանգրվան, այնտեղ են ցուցակները նայեն եւ նախկինները արդեն իրանք են եւ թող նախկիններին իրենց ցուցակում փնտրեն։ Ամենայն հարգանքով այս նախկիններին թող իրենց ցուցակում փնտրեն, ինչ վերաբերում է մեր ցուցակին, դուք տեսաք, որ պրոֆեսիոնալներով համալրված ցուցակ է եւ յուրաքանչյուր տեխնացու, յուրաքանչյուր անձ այդ ցուցակում իր ոլորտում հաջողություններ արձանագրած անձ է եւ ինչ վերաբերում է իշխանություններին, պարզ է, որ ինչ պետք է անեն։ Այն ինչ որ իրանք մենակ դա են կարող անում։ Նստեն եւ վատաբանեն։ Դուք ուրիշ բան սպասում եք իրանցից։ Իսկ ժողովուրդն էլ չէր սպասում։ Մի թեզ էլ գործ արեք, պարզապես գործ արեք։ Այդ 2 ամիսը փորձեք մի օգտակար բան անել։ Ասում են խաղաղություն ենք բերել արդեն գործն։ Խաղաղությունն էլ պաշտպանելու են օրինակ ձեզանից։ Խաղաղությունը տեսել ենք ինչ խաղաղություն են բերել, 3 պատերազմ են բերել։ 3 պատերազմ բերած քաղաքական ուժը խոսում է խաղաղությունից։ Այդ թույլ եւ կարճաժամկետ խաղաղությունը փոխարինվելու է ուժեղ երկարաժամկետ խաղաղությամբ։ Մենք ունենալու ենք մնայուն խաղաղություն։ Մենք պարոն Փաշինյանի այն թույլ խաղաղությունը, որը որ բերվել է եւ ոչինչով երաշխավորված չէ, փոխարինվելու է երաշխավորված երկարաժամկետ ուժեղ խաղաղությամբ։ Մենք մեր անվտանգային ծրագիրը ներկայացրել ենք, համոզված եմ շատերը արդեն հասցրել են ծանոթանալ եւ մենք արձագանքներն տեսնում ենք։ Տեսնում ենք, որ որևիցե լուրջ, հիմնավոր, ինչ որ հակափաստարկ մեր ծրագրին չեն կարող բերել, ընկել են, թե բա սա այնտեղից, նա այնտեղից, այս մասնագետը Իսրայելից է, այն մասնագետը Հունաստանից է, բա 7 տարի, 8 տարի իշխանության եք, բա բերեիք այդ մասնագետին, այնպես անեք, որ երկինքը փակվեր 44 օրյա ժամանակ։ Այնպես անեք, որ Արցախը չհայաթափվեր, Արցախում պատերազմ չլներ։ Այնպես անեք, Ջերմուկում հաղթանակ գրանցեինք։ Լավ, բայց իրենք ասում են, տեսեք, Իսրայելից բերեցիք, Հունաստանից բերեցիք, բայց միևնույն է, Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման մի իր դրվագով ցույց տվեց ու ապացուցեց այն, ինչ մենք էինք ասում իշխանությունները, որ դուք ում ուժն եք եւ դա ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունը թույլ է։ Դա ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում աշխարհի մայրաքաղաքներում, գերտերություններում պայմանավորվածություններ ձեռք բերվի։ Չի կարողանում պարզապես եւ
այնինչ մենք տեսանք, թույլ քաղաքականության արդյունք էր եւ բնականաբար Ռուսաստանն էլ այսօր եւ ինչպես մյուս պետությունները, մեր տարածաշրջանի պետությունները անհանգստացած են, որ Հայաստանից հնչում են հակահայտարարություններ, հակառուսական հայտարարություններ են հնչել, գիտեք, որ խոսում էին ինչ որ հակառուսական հայտարարություններ էին անում եւ մենք արդյունքը տեսանք, որ այսօրվա դերությամբ վստահության պակաս կա։ Դա շատ մեծ խնդիր է իրականում։ Եվ այդ վստահության պակասը մյուս տարածաշրջանի պետությունների մոդելը։ Մենք հիշում ենք, որ տարիներ առաջ գործող իշխանականներից մեկը հայտարարել էր Իրանի ներքին պետական ռեժիմի մասին ոչ հարիր արտահայտություններ արել։ Մենք տեսել ենք, որ ինչպիսի հարաբերություններ ունենք մենք Վրաստանի հետ, մեր բարեկամ պետության հետ, որ Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդը, ես չգիտեմ վերջի անգամ երբ է հանդիպել Հայաստանի վարչապետի հետ։ Տեսանք Զինա Իվանիշվիլին նկատի ունեք դուք։ Նկատի ունեմ, այո։ Եվ մենք տեսանք, որ շաբաթներ առաջ կամ օրեր առաջ հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ։ Երբ է վերջի անգամ Հայաստանի ղեկավարը, Հայաստանի վարչապետը հանդիպել Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդի հետ։ Երբ։ Ես չեմ հիշում անկեղծ։ Եթե դուք հիշում եք, ասեք, կամ եթե մեր հեռուստադիտողը հիշում է, թող ասի։ Այսինքն այն մեղադրանքը, որ երբ որ Պուտինը ասաց, որ այ ռուսական անձնագրով մարդ է բանտարկված, թողեք որ մարդիկ մասնակցեն եւ այլն, այդ հորդորը իշխանությունների թեզը, որ դա ցույց է տալիս, որ դուք ռուսականն եք կամ Ռուսաստանի կողմից եք կառավարվում, դա ինչով է։ Ես այսպես ասեմ, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, տարածաշրջանի պետություններին եւ մեր բարեկամ պետություններին, Հայաստանին բարեկամ պետություններին պետք է որ Հայաստանում լինի վստահելի, ուժեղ առաջնորդություն, ում հետ իրենք կարողանան պայմանավորվել երկարաժամկետ կայուն համագործակցության մասին։ Այդպես եք դուք մեկնաբանում մեսիջը Պուտինի։ Դա այդպես է եւ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանի պետությունները, ինչպես ես ասեցի, մեր բարեկամ պետությունները հենց դրա մասին են խոսում, հենց դրա մասին են իրենց քայլերը վկայում։ Այսօր մենք խնդիրներ ունենք մեր բեռների տարանցման հետ Վրաստանում։ Այսօր խնդիրներ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Չկարգավորված այլ հարցեր ունենք այլ պետությունների հետ, մեր երկու հարևանների հետ, ում հետ չկարգավորված հարաբերություններ ունենք եւ զիջումների քաղաքականությունը բռնած այս իշխանությունը գնում է առաջ։ Որքան կարելի է։ Հերիք է այդ զիջումներին պետք է վերջ տալ։ Պետք է բերել արժանապատիվ հավասարը հավասարի հետ հարաբերություններ։ Պետք է բերել ուժեղ խաղաղություն։ Գիտեք, Թույլի հետ չեն պայմանավորվում, Թույլին արհամարում են, Թույլի կարծիքը հաշվի չեն առնում, իսկ ուժեղի հետ հաշվի են նստում։ Հենց դրա մասին է մեր խոսակցությունը, հենց դրա մասին է նաև մեր պայքարը, որ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդություն։ Պարոն, տեսեք, դուք էլ Հայաստան դաշինքներ, Բարգավաճ Հայաստանն էլ ծրագրային դրույթներ եք ներկայացնում արդեն ագին ժամանակի, սոցիալ-տնտեսական հիմնականում, անվտանգային եւ այլն եւ այլն։ ՔՊ-ն էլ բնականաբար խոսում է խաղաղությունից, բայց Փաշինյանը բնականաբար տեսնում եք համարյա ամեն առավոտ կարճ ինչ-որ բանով անդրադառնում է ու շատ կոշտ բառապաշարով անդրադառնում է հենց այդ երեք անձանց ում նշեցի այդ երեք ուժերի ղեկավարներին։ Ինչու՞։ Սա մարտավարություն է։ Պետք է կա տեսակետ հաճախ, ինչու ձեր կարծիքը։ Պարոն Փաշինյանին հարցնել, թե ինչու տեսակետ կա կներ, տեսակետ որ դա իր համար կոմֆորտ զոնա է, նման բառապաշարով խոսել, ուզում եմ դեզ էլ ներքաշել դրա մեջ, որ հաղթի։ Դա վարչապետին հարիր խոսակցություն չի իրականում, ինչ վերաբերում է այդ հարցին, պետք է իրենից հարցնել, թե ինչու հենց սրտիկները փոխարինվեցին դրանով, ինչ վերաբերում է մեզ, մենք մեր կողմից նախանշված ծրագրով գնում ենք եւ մենք ասել ենք, որ այսինքն մեր կողմից կան հստակ ծրագրեր, ներկայացված ծրագրեր եւ մենք կենտրոնացած ենք այդ ծրագրերի վրա։ Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ մենք 2 ամսից ունենալու ենք ուժեղ Հայաստան, ունենալու ենք ուժեղ տնտեսություն, ուժեղ անվտանգություն եւ մենք ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ կենտրոնացած ենք միմիայն մեր ծրագրերի վրա եւ տարբեր հնչող հայտարարություններին եղել է տես մի քանի անգամ այսպես ասած արձագանքել ենք, բայց
դրա վրա շատ ժամանակ չունենք ծախսելու եւ կրկնում եմ մենք կենտրոնացած ենք մեր ծրագրերի վրա եւ պարզապես այդքանը։ Վերջում էլի մի հարց դաշինքի դա վկայում է տվյալ անձանց թույլության մասին, որ նրանք անհանգստացած են այն փոփոխություններով, որոնք որ շուտով լինելու են, այն փոփոխություններով, որը որ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը բերում է մեր ժողովրդին եւ 2 ամիս անց դա դառնալու է իրականություն։ Իսկ բառապաշարը այդպեսի դրանով է պայմանավորված։ Դե դա թուլության դրսևորումը։ Մարդիկ վախեցել են։ Մի հարց էլ տեխնիկական, տեսեք, դաշինքի նոր անվան կամ անվան փոփոխության մասին երբ կիմանան, կարող է հենց հանրահավաքում էլ դրա մասին հայտարարեք եւ դաշինքը այսպես էլ մնալու է թե ընդլայնվելու տարբերակ էլի կա։ Ես դες այսպես ասեմ։ Մարտի 31-ին ստորագրվել էր Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին հուշագիրը, մնացած հարցերի մասով, այսինքն դուք տեսել եք, որ ուժերի հետ էր ստորագրվել, մնացած հարցերի մասով, եթե ինչ-որ նորություններ լինեն, դուք անպայման կիմանաք դրա մասին, դաշինքը ստեղծված է, կոչվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, վաղը մեր կողմից, մեր դաշինքի կողմից հրավիրվել է հանրահավաք, ժամը 17:00, ապրիլի 11, Ազատության հրապարակ, սիրով սպասում ենք մեր քաղաքացիներին միասին բարձրաձայնելու, ցույց տալու մեր միասնականությունը, մեր վճռականությունը, արդեն մնացածը կտեսնեք, կիմանաք, անպայման տեղը կպահենք։ Նկատում եմ ամեն դեպքում պետք է որ ուզած անունը հանեք, ճիշտ եմ հասկանում։ Եվ դա իսկ դա այդ հանելու պարագայում ինչ է կարծում կազդի ձեր որ ասում եք հաղթական շանսերի վրա, որովհետև ինչքան էլ անուն անեք, չէ՞ որ մարդիկ գիտեն վերջը ում ուժն է դա։ Պարոն Գրիգորյան, երևի թե այդ փոփոխությունը որ կատարեն էլ եմ ասում, պայմանավորված է նրանով, որ որոշակի մարդիկ ունեն վախեր։ Ну, եթե այդ իրենք մի քիչ ավելի քիչ դրանով կսկսեն վախենալ, ինչ ասեմ։ Մենք մեր կողմից նախանշված ծրագրով գնում ենք եւ եթե իրենք կարծում են, որ դրանով ինչ որ մի ձև Սամվել Կարապետյանի անուն ազգանունից վախենալով եւ նման փոփոխություններ կատարելով իրենց շանսերը մի փոքր կավելանան, իրենք ճարաճար սխալվում են։ Մեր ժողովուրդը արդեն կողմնորոշվել է եւ մենք շուտով ունենալու ենք նոր առաջնորդություն, ուժեղ առաջնորդություն, իդեմս Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի։ Շատ շնորհակալ եմ հրավերության համար։ Հիշեցնեմ կիզակետում այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Տիգրան Աբաբյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադիր տեսանյութ էր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։